Ինչու է իշխանական թևը վախեցնում պատերազմով, իրենց ապագա խորհրդանում մեծամասնություն չկազմելու դեպքում: Ում են ծառայում ոստիկանները, ով է թմրամիջոց օգտագործում, խորհրդարանական հանձնաժողովի նիստը թեժ է անցել, ծեծկռտուք չի եղել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ: Ախուրիկի սահմանային անցակետում ծառայում են բացառապես հայկական սահմանապահները, ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայտարարությունը: Միասնականությամբ կհաղթենք թշնամուն, ԱՏՇ-պատականի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը: ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը աճել է, Հայաստանում բարձր ցուցանիշներ են: ԱՄՆ-ում հայերից կազմված հանցագործ խումբ են բռնել ու կալանավորել: Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես պիկ ժամերին, խնդիրը չի հանգուցալուծվում: Բժիշկները ահազանգում են, տնօրենները պարտադրում են առմեծ ծրագրից հեռացնել իրենց խորհրդատվությունները, որն է միտումը: Հայաստանի բնակչության 10-15%-ն ունի քրոնիկ անքնություն, մեղավորներից առաջինը սմարթֆոններն են: Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը: Հայաստանի պաշտպանության նախարարը անդրադարձել է իշխանության հասցեին հնչող քննադատություններին, թե Իրանում պատերազմի ընթացքում իշխանականները զբաղված են ներկուսակցական քարոզարշավով: Նախարարը հայտնել է, թե քարոզարշավը նպատակ ուներ հասարակությանը ցույց տալու, որ Հայաստանում խաղաղություն է: Պաշտպանության նախարարին լրագրողները հարցրել են Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում գնահատվե՞լ են Հայաստանի անվտանգության ռիսկերը: Նախարարը դրական է պատասխանել: Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ, անվտանգության խորհուրդ, արտաքին հետախուզական ծառայություն, ազգային անվտանգության ծառայություն: Պաշտպանության նախարարությունը կա, պաշտպանության նախարարությունը իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան Էդ-Դաֆրա ռազմաբազային, ինչպես նաև Իսրայելի տարածքում մի շարք թիրախների հարվածներ հասցնելու մասին: Իրանական կողմի պնդմամբ հարձակումներ իրականացվել են մի քանի ալիքով, այդ թվում երկրի հյուսիսի, Հայֆայի և Երուսաղեմի ուղղությամբ: Համացանցում հայտնվել է նաև կադրեր Իսրայելի հյուսիսում հրթիռների ժամանման մասին: Նշվում է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հարվածների նոր ալիքի հետևանքով Շֆարամ քաղաքում զոհվել է 10 մարդ: Այս ֆոնին կտրուկ սրվել է իրավիճակը Կատարի շուրջ: Ռաս Լաֆան արդյունաբերական գոտուն հասցված հարվածներից հետո երկրի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարել Իրանի ռազմական կցորդին և անվտանգության ծառայության աշխատակցին, պահանջելով, որ նրանք հեռանան 24 ժամվա ընթացքում: Իրանի նոր գերագույն առաջնորդը երկրի հետախուզական ծառայություններին կոչ է արել զրկել ներսում և դրսում գտնվող թշնամիներին իրենց անվտանգությունից: Այս հայտարարությունը հրապարակվել է նրա X սոցիալական ցանցի էջում այն բանից հետո, երբ սպանվեց հետախուզության նախարար Խաթիբը: Հիշեցնենք, Մոջթաբա Խամենեին իր նշանակվելուց հետո մարտի 8-ից ի վեր չի երևացել հանրության առջև, ինչը նրա առողջական վիճակի շահարկումների պատճառ է դարձել: Ամերիկյան կառավարության տվյալներով Մոջթաբա Խամենեին վիրավոր է, սակայն այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել: Միայն միասնականությամբ է հնարավոր պարտության մատնել թշնամուն: Նովրուզի առիթով հղված ուղերձում այս մասին ասում է ԱՏՇ-պատականի հայոց թեմի առաջնորդ տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիվթջյանը: Նա շեշտել է, մարդկությունը չի հասկանում, որ պատերազմները լուծում չեն այս կյանքի բարելավման համար: Հոգևոր առաջնորդը մաղթել է, որ Աստված խաղաղություն պարգևի և աշխարհի մեծագույն մտահոգություններից մեկը վերջը գտնի: Թշնամիները երբեք չեն հասկանում ով էլ լինեն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում և նաև քրիստոնեական աշխարհում բոլոր նրանք, ովքեր նահատակվում են, կյանքից կյանք են փոխադրվում և ոչ թե մահանում են: Հետևաբար այս օրերին, երբ այս երկիրը գտնվում է կրակների տակ և այնպիսի պահ, երբ թշնամիները իրենք ուզեցել են այդ պատերազմը ստեղծել և ոչ թե այստեղից պատերազմ է հռչակվել, կա նաև կարևոր մեկ իրականություն աշխարհում, այս աշխարհում, այդ էլ խաղաղությունն է: Աստված թող խաղաղություն պարգևի Ջումհուրի Իսլամին և ամբողջ աշխարհին:
Ինչու է իշխանական թևը վախեցնում պատերազմով, եթե իրենք ապագա խորհրդանում մեծամասնություն չկազմեն։ Ընդդիմադիր, որ ուժերն են ռևանշիստական օրակարգ առաջ քաշում, դեռ պարզ չէ, իրավապահներն ասում են, տեղեկություններ չունեն պատերազմ հրահրող հայտարարությունների մասին։ Փորձագետներն էլ պնդում են, որ Բաքվի ուշքն ու միտքը ոչ միայն Հայաստանի առաջիկա խորհրդանական ընտրություններն են, այլև տարածաշրջանային զարգացումները ընդհանրապես։ Իսկ այդ զարգացումները անշուշտ միայն Հայաստանից չէ, որ կախված են։ Էդվարդ Պողոսյանի անդրադարձը։ Եթե հայ-ադրբեջանական խաղաղության դետալները վերանայվեն, պատերազմ կլինի, սա ըստ վարչապետի ենթադրության։ Առաջիկա խորհրդանական ընտրություններից հետո իշխանության գա քաղաքական թիմ, որի համար խաղաղության օրակարգն ընդունելի լինի, բայց նաև համարձակվեն Բաքվի հետ արդեն իսկ համաձայնեցրած ճանապարհից փոքր-ինչ նույնիսկ շեղվել, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հաշվարկներով ամենաուշը աշնանը Ադրբեջանը մեզ վրա կհարձակվի։ Ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդդիմադիր որ ուժերի մասին է խոսքը, ովքեր են այդպիսի հայտարարություններ անում, որոնք Ադրբեջանի համար առիթ են ստեղծում հարձակվելու Հայաստանի վրա։ Իրավապահները տեղեկություններ ունեն, ներքին գործերի նախարարը մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, նախ ըստ էության նշում է, թե նման տվյալներ չկան, ապա նաև պնդում, սա քաղաքական արձագանք է։ Վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որն ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրություն։ Ինչ հասկանալ իշխանության դիրքորոշումից, ստացվում է հայ-ադրբեջանական հաստատված խաղաղությունը, ինչպես հենց իրենք են ձևակերպում, դեռ վերանայելու մեր շահերին ավելի համապատասխանեցնելու տեղ կա եւ նույն խաղաղությունը դեռևս այնքան փխրուն է, որ փուլ կգա ջարդուխուրդ կլինի, եթե հնարավոր որևէ այլ իշխանություն այդ օրակարգով առաջնորդվի։ Սրանք փորձագետների հարցերն են, որ նաև ներկայացնում են գնահատականի տեսքով։ Սա նաև իրենց քաղաքական դիվանագիտական աշխատանքի գնահատական է, այսինքն խաղաղությունը պահպանող մեխանիզմներ փաստացիորեն գոյություն չունեն եւ իրենց գնահատմամբ ամեն ինչ խարսխված է կոնկրետ ուղղակի անձանց վրա։ Այդ անձանց արանքից հանում է խաղաղություն գոյություն չունի։ Մեկ մարդու արանքից հանեցիր, Վենեսուելան վերածվեց ամերիկյան գաղութի։ Իրանի Իսլամական Հանրապետությունում մենք տեսնում ենք, փոխվում են ղեկավարներ, սպանվում են ղեկավարներ, բայց քաղաքական կուրսը չի փոխվում։ Իսկ հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավորը, չէ՞ որ սա երկկողմանի գործարք չէ։ Երևան-Բաքու բարիդրացիությանը վկա կանգնեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփն էլ Փաշինյանին ու Ալիևին ասաց, խնդիրների դեպքում ինձ զանգեք։ Ինքնին այս վերանայում ձևակերպումը ինքը շատ լղոզված է։ Ինչ ենք մենք հասկանում վերանայում հասկացության տակ։ Օրինակ կարելի է համարել վերանայում այն, որ տարածաշրջանում լինի երաշխավորված խաղաղություն եւ երաշխավորներ լինեն։ Իդեմս Ռուսաստանի, իդեմս չգիտեմ, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Եվրամիության նույնիսկ ինչ որ ֆորմատով փորձենք համագործակցության դրական վերանայում կլինի, թե բացասական վերանայում կլինի։ Ընդ որում փորձագիտական վերլուծական համայնքում պնդում են, Ադրբեջանում այժմ միայն Հայաստանի առաջիկա համապետական ընտրությունների արդյունքներին չեն սպասում, այլև թե տարածաշրջանում ինչ իրավիճակ կստեղծվի։ Հիշեցնում են այս պահին էլ ընթացող իրանական պատերազմի օրինակը։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը փորձեց պատերազմական գործողությունների մեջ մտնել ընդդեմ Իրանի։ Չստացած Թուրքիայի աջակցությունը ետքայլ կատարեց։ Եթե իրենք զգան, որ կարող են Հայաստանի հարցը ամբողջությամբ լուծել, քայլ անեն եւ աջակցություն ստանան, ով ասաց, որ 20 թվականի իրողությունը չի կարող կրկնվել ուղղակի Հայաստանի ուղղությամբ։ Երբ խաղաղությանն ուղեկցում են անորոշությունն ու կասկածները, մասնագետների գնահատմամբ իրական մարտահրավերը դառնում է ոչ թե պայմանավորվածությունների ձևակերպումը, այլ հենց դրանց դիմակայունությունը ժամանակի, ճնշումների ու քաղաքական փոփոխությունների պայմաններում, իսկ մինչև այդ տարածաշրջանում ցանկացած սրացում հիշեցում է, խաղաղությունը հայտարարություններով չի ամրապնդվում, եթե հիմքում վստահություն եւ հստակ երաշխիքներ չկան։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այս տարեսկզբից Շիրակի Ախուրիկի սահմանային անցման կետում ծառայում են բացառապես հայկական սահմանապահ զորքերի զինծառայողները, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստից դուրս գալով ազգային անվտանգության ծառայության տնօրենն է հայտարարել պատասխանելով լրագրողներին։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների պատճառով անհետ կորած զինծառայողներին, ապա Անդրանիկ Սիմոնյանը նշել է, թե նրանց ծնողների հետ հանդիպումները եղել են։ Վերջին անգամ երբ ծառայության ղեկավարը չի հիշել։
2026 թվականի սկզբից Աֆրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ազգային անվտանգության սահմանափակ զորքերի զինծառայողները։ Այսինքն բացարձակ ոչ մի ռուս հիմա այնտեղ չկա։ Խոսքը անցման կետի մասին է, անցման կետում ոչ։ Անհետ կորածների ծնողների հետ ինչու չեք հանդիպում։ Երբ է եղել վերջին անգամ հանդիպում։ Վերջի անգամ չեմ հիշի, բայց բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաև այդ հանձնաժողովի աշխատանքային կանոնագրքում նախատեսված է, որ տարվա մեջ առնվազն 2 անգամ նիստ պետք է լինի։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ում են ծառայում ոստիկանները, ով է թմրամիջոց օգտագործում, խորհրդանական հանձնաժողովի նիստը թեժ է անցել, ծեծկրտուկ չի եղել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ։ Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես պիկ ժամերին, խնդիրը չի հանգուցալուծվում։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստը թեժ է անցել, միջադեպ է եղել պատգամավորների և լրագրողների միջև։ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նիստի ներկա 11 լրագրողից միայն մեկն է չեզոք, մնացած 10-ը ընդդիմադիր են։ Գեղամ Մանուկյանն էլ հռետորական հարց է տվել, ում են ծառայում ոստիկանները, հետո նաև թեժացրել է հարցադրումը, ով է թմրամիջոց օգտագործում։ Նիստը վերածվել է իսկական փոխհրաձգության։ Մանուկյան vs Ալեքսանյան։ Իշխանամետ եւ ընդդիմադիր պատգամավորների միջև թեժ բանավեճը սկսվեց, երբ Հայաստան խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայաստանում ոստիկաններին օգտագործում են քաղաքական նպատակներով։ 300 ոստիկան, բարձրաստիճան ոստիկան, ինչի են 10 եպիսկոպոսի ուղեկցում Մայր Աթոչյուն Պեչնասի տարածքում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ձևակերպմամբ ոստիկաններն այնտեղ էին հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Հասարակական կարգի պաշտպանությունը մի բան է, են ուղեկցող ոստիկանների անօրինականությունները նստած են լրագրողները։ 11 լրագրող է նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Մնացածը ընդդիմադիր ուղղվածության լրատվականներ են։ Ալեքսանյանի հայտարարություններին արձագանքող լրագրողին էլ ՔՊԱ-կանը հորդորեց հաջորդ անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չարձագանքել պատգամավորին։ Մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսակ պատգամավորի հետ։ Ընդդիմադիր պատգամավորը Ալեքսանյանին հորդորեց լիազորությունների մեջ մնալ։ Ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների, ում որ ծառայում են նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։ Մթնոլորտն ավելի լարվեց, երբ պատգամավոր Թագուհի Թովմասյանը արձագանքեց Վահագն Ալեքսանյանի ձևակերպումներին եւ հորդորեց լրագրողներին չթիրախավորել։ Այդ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ, քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար։ Եվ այսօր լրագրողներին դուք կարող եք կանգնել, բայց եկեք դուք մի արձագանքեք, ես իմ քաղաքական արձագանքն եմ տալիս։ Բանավեճը տեղափոխվեց թմրամիջոցների դաշտ։ Մանուկյանը հայտնեց, թե անչափահասների շրջանում թմրամիջոցների համատարած շրջանառություն կա։ Նախարար Սարգսյանն էլ, թե Հայաստանում անչափահասների մոտ թմրամիջոցների շրջանառության մասին ցանկացած գրառում կամ հանրային տիրույթում ցանկացած միտք ենթարկվել է ստուգման։ Պարոն Մանուկյան, մինչ այս պահը ես ունեցել եմ 0 հաղորդում եւ 0 նույնիսկ օպերատիվ ճանապարհով տվյալի փոխանցում, եթե նույնիսկ մենք այն տրամաբանության մեջ ենք, որ ցանկալի չի հաղորդում ներկայացնել ոստիկանությանը, տվյալը տանք, դուք գնացեք ինչ ուզում եք արեք այդ տվյալի հետ։ 0 տվյալ, համատարած է թմրանյութը, համատարած, դպրոցի բակից սկսած ամեն տեղ։ Ինչու եք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ որ չկա հավաստի տվյալ։ Այո, կան բացառիկ դեպքեր եւ ես չեմ խորշում բարձրաձայնելու այդ բացառիկ դեպքերի մասին, նկատի ունեմ անչափահասների շրջանում կամ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները։ Լուրեր էին տարածվել, որ Մղչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապ կպել են 4-րդ դասանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել։ Ըստ ներքին գործերի նախարարի, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դա թմրամիջոց չի եղել։ Փոշը նման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց։ Ներքին գործերի նախարարի խոսքով 9 միջնորդություն է ուղարկել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Տվյալ դպրոցը տեղյակ է եղել նման դեպքի մասին ու չի հայտնել ոստիկանությանը։ Ըստ նախարարի, բոլոր դեպքերին ընթացք կտրվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Հասադուլի մեջ գտնվող դատապարտյալը փորձել է կախվել, նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա վերադարձրել քրեակատարողական հիմնարկ։ Մարտի 20-ին ժամը 00:15-ի սահմաններում Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող իր նկատմամբ կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով Հասադուլի մեջ գտնվող կալանավորը կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել, ինչը կանխվել է խցակիցների եւ քրեակատարողական ծառայողների կողմից։ Այնուհետև կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մամական վնասվածքներ չեն հայտնաբերվել եւ վերջինս վերադարձվել է հիմնարկ։ Մասնագետների գնահատմամբ ի դեպ կալանավայրերում անազատության մեջ պահվողների ռիսկի գնահատման համակարգի աշխատանքը անարդյունավետ է։ Երբեմն ժամկետը, որը նախատեսված է այդ գնահատումը կատարելու համար, հնարավոր է չի պահպանվում, այսինքն այդ գնահատումը կոնկրետ անձանց շրջանում չի արվում, կամ եթե անգամ այդ գնահատումը արվում է, դրան հետևող քայլերը ամբողջությամբ չեն ձեռնարկվում, ինչը նշանակում է, որ մի դեպքում ռիսկը չի բացահայտվում, իսկ մյուս դեպքում, երբ որ ռիսկը բացահայտվում է, կանխարգելիչ համապատասխան գործողությունները անմիջապես վրա չեն հասնում, որպեսզի ռիսկը նվազեցվի։ ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը աճել է առավել բարձր ցուցանիշներ են Հայաստանում։ Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմի առաջին իսկ օրից փորձագետները կանխատեսում են, որ Հայաստանում դրա հետևանքով կդիտվի էական գնաճ անշարժ գույքի շուկայում։ Հնարավոր է, որ էական աճ գրանցվի վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների գները։ Ինչով է պայմանավորված այս պատկերը։ Անշարժ գույքի շուկայի գնային կորելացիային հետևել է Արմեն Աթալյանը։ 2025 թվականին Հայաստանում շինարարության աճը ԵԱՏՄ երկրներում եղել է ամենաբարձրերից մեկը՝ մոտ 21.5%։ 2026-ի հունվարին շինարարության ծավալը մոտ 18.7% աճ է գրանցել, այսինքն ոլորտը շարունակում է արագ տեմպերով առաջ գնալ։ Սրան նպաստել եւ նպաստում է պետական պատվերը։ Ասֆալտ, մանկապարտեզ, մայթեզր, շարքը կարելի է շատ երկար թվել, բայց վիճակագրական նշված տվյալներում իր մասնաբաժինն ունի նաեւ բնակարանաշինությունը, այսինքն այս ոլորտը դեռ մնում է գրավիչ ներդրող համար։ Անշարժ գույքի շուկայի գների վերաբերյալ մենք տարբեր ազդակներ ենք ստանում, ըստ էության ազդակների մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակը որոշակի ակտիվացման նկատվել է շուկայում, այսինքն գործարքների իրականացում մարդիկ հետաքրքրված են ինչ-որ բաներ են առնում։ Սա միգուցե կապված է Իրանում զարգացումների հետ, բայց չի ուզի տենց միանշանակ լինել, որովհետև ազդակները հələ որ անեկդոտալ են, այսինքն թվային արտացոլումը դրանց չենք տեսել։ Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմի առաջին իսկ օրից եղան կանխատեսումներ, որ Հայաստանում դրա հետևանքով կդիտվի էական գնաճ անշարժ գույքի շուկայում, այսինքն բավականին կաճեն վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների գները։ Անցել է 3 շաբաթ, բայց այդ կանխատեսումները չեն իրականացել, եւ դա բնական է։ Մինչեւ հիմա չի դիտվել Իրանից ներհոսք, բայց պատերազմի մեկնարկը այլ ածանցյալ ազդեցություն է ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Այս գործոնը ավելի երկարաժամկետում ազդեցություն կունենա գնորդների, ավելի շատ ներդրողների տրամադրությունների վրա։ Հիմա գիտենք բավականին տրենդային է Դուբայի անշարժ գույքի շուկաներությունների, եւ շատ մասնագետներ, գործակալներ տեղափոխվում են այնտեղ եւ ներգրավում են Հայաստանից ներդրողների, ասում են, որ այստեղ ավելի շահավետ, ավելի ապահով է ներդրում կատարել։ Կա ենթադրություն, որ պատերազմի ձգձգման դեպքում հայաստանյան անշարժ գույքի շուկայում կսկսեն ներդրումներ կատարել ոչ միայն Իրանի հայերը եւ իրանցիները, այլև այն մեծահարուստ հայաստանցիները, որոնք նախորդ տարիներին որպես իրենց միջոցների ներդրման անվտանգ եւ կայուն վայր են համարում Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների անշարժ գույքի շուկաները։ Երկար ժամանակ մարդկանց մոտ խոսույթ կար չէ Հայաստանում, որ ասում են շուկան տրաքելու է, գները իջնելու են եւ այլն, եւ իրականում եղավ որոշակի ճշգրտում շուկայում եւ շատ մարդիկ կային, որոնք որ սպասում էին գնում կատարելուն եւ այդ գործոններ քաղաքական եւ դրական սպասումներն էլ մեկտեղ եկան արդեն սկսեցին գործակների քանակը եւ ծավալը մեծանալ։ Հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա դրական առումով ազդում է նաև Արցախից բռնի տեղահանված հայերին հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Պահանջարկի աճի ֆոնին բնակարանների գները սկսել են բարձրանալ։ Հենց այդ վաուչերները սկսեցին աշխատել, այն միջինից էժան սեգմենտը բավականին գները բարձրացան, օրինակ նույն մասիվներում, ավաններում են $70,000, $80,000 արժողությամբ բնակարանները բավականին իրենց գները բարձրացավ եւ պահանջարկ կան մարզերի
գնային ինդեքսներն ու գործարքների քանակը մենք տեսնում ենք, որ ավելի արագ աճում, քան Երևանում, որը շատ դրական է։ Ներդրողի տեսանկյունից այս ամենն իհարկե լավ է, եւ դա բնական է։ Անշարժ գույքի ոլորտը շարունակում է ընկալվել որպես շահութաբեր բիզնես։ Այլ հարց է, թե ինչ ազդեցություն ունի դրա արժևորումը բնակչության ոչ այնքան ապահով խավի համար, որն օրինակ լուծում է վարձակալած բնակարանի բարձրացող վճարը հայթայթելու խնդիր։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Երևանի համար իսկական գլխացավանք են դարձել ամենօրյա խցանումները, հատկապես պիկ ժամերին։ Ամեն առավոտ եւ երեկո մայրաքաղաքի փողոցները վերածվում են քաոտիկ սպասումի։ Ըստ պատկան մարմինների, ավտոմեքենաների թվի աճով պայմանավորված աճել է նաև երթևեկության կազմակերպման մարտահրավերները։ Այս խնդրի լուծման համար նույնիսկ հատուկ հանձնաժողով ստեղծեցին, բայց լուծման հնարավորությունը չի երևում ու չի երևում։ Վաղ առավոտից խցանումներ են ձևավորում շարքային երևանցու առօրյան։ Վարպետ Վաչիկը բազմամյա վարորդ է, դժգոհում է, ասում է Երևանում խցանումները արդեն դարձել են ոչ թե ժամանակավոր անհարմարություն, այլ առօրյա իրականություն։ Չէ, չեմ քշեմ ախպեր, լուչի չքշեմ, կասթե ես պրոստե հիվանդ էր, բդի տանեի բժշկի բարեկամս էր, ստիպված։ Իմ չեմ քշի, ներվեր չունեմ ես ես։ Ամեն առավոտ եւ երեկո մայրաքաղաքի տարբեր փողոցներում ձևավորվող մեքենաների երկար շարքերը ստեղծել են մի իրավիճակ, երբ անգամ կարճ տարածությունը հաղթարել է կարող է ժամեր տևել։ Քաղաքային երթևեկության կազմակերպման հարցում առկա ճանապարհների գերկրնվածությունը եւ վարորդական մշակույթի խնդիրները միասին ձևավորում են այն փակ շրջանը, որի մեջ հայտնվել է մայրաքաղաքը։ Խնդրի լուծման համար վարչապետի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման հանձնաժողով էլ ստեղծվեց, որի կազմում ներգրավված մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ հրատապ կոնկրետ լուծումներ պետք է առաջարկեին։ Շեշտը լինելու է իհարկե հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, ավտոմեքենաների հենց բուն մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների։ Պատասխանատուները պարզաբանում են, թե ավտոմեքենաների թվի աճով երթևեկության կազմակերպման մարտահրավերները ևս աճում են։ Այս հանձնաժողովի աշխատանքի կարևոր ուղղություններից է լինելու երթևեկության կարգապահության մակարդակի բարձրացումը, որը համակարգային աշխատանք է պահանջում։ Բայց դա էլ պետք է հասկանանք, որ մի X պահի այլ վարչական որոշումներ պետք է կայացնենք, որովհետև փողոցների ծավալը անսահմանափակ չի։ Մասնագետները հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ սակայն այլ կարծիք ունեն։ Ասում են, միայն հանդիպումներ, քննարկումներ անցկացնելով սայլը տեղից չի շարժվում։ Այս հարցում պետք է օգտվել միջազգային պրակտիկան կիրառվող մեթոդներից, օրինակ ավելի շատացնել միակողմանի փողոցները։ Ավտոբուսների համար առանձնացված երթուղի է առանձնացրեցին բոլոր զարգացած երկրներում, այդ երթուղիով նաև երթևեկում են տաքսիները։ Դրա համար պետք է այդ ոլորտը կարգավորվի, լիցենզավորվի, առանձնացվի։ Թե հետիոտները, թե վարորդները պետք է տիրապետեն երթևեկության կանոններին, նկատում են մասնագետները։ Նրանց կարծիքով խցանումների առաջացման առաջնային պայմաններից է մեքենաների անընդհատ մի գոտուց մյուսը տեղափոխվելը, իսկ անձնական մեքենաների շահագործմանը վերաբերող սահմանափակումները մասնագետների գնահատմամբ երթևեկության կազմակերպման միջոց պետք չէ դիտարկել։ Կենտ համարներով մեքենաները պետք է զույգ օրերը չքշեն կամ զույգ համարներով մեքենաների կենտ օրերը չքշեն։ Աբսուրդ է։ Մարդիկ ստուգանելու համար ինչ-որ մեծ համակարգ են մշակում։ Երևանի խցանումները դարձել են քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Փորձագետները նկատում են, շարունակում է բաց մնալ հարցը. արդյոք մայրաքաղաքը ի վերջո կկարողանա դուրս գալ այս փակ շրջանից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ժամը լրատվականը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Բժիշկները ահազանգում են, տնօրենները պարտադրում են առմեծ ծրագրից հեռացնել իրենց խորհրդատվությունները, որն է միտումը։ Հայաստանի բնակչության 10-15%-ն ունի քրոնիկ անքնություն, մեղավորներից առաջինը սմարթֆոններն են։ Միացյալ Նահանգներում հայերից կազմված հանցագործ խումբ են բռնել ու կալանավորել։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ թիվ։ Շարունակում ենք թողարկումը։ Ռուսաստանի զինված ուժերը շաբաթվա ընթացքում հատուցման հարվածների շարք են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին եւ հայտնել են մի շարք ուղղություններով ուկրաինական կողմից գալի կորուստների մասին։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, ինչպես նաեւ վառելիքաէներգետիկ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ։ Բացի այդ, ռուսական կողմը հարվածներ է հասցրել նաեւ ԱԹՍՆ-ի արտադրության եւ պահպանման վայրերին ու դրանց հարձակման կետերին։
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին նախատեսված Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններին, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում կվերականգնվի եռակողմ ձևաչափը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։ Դրանք կլինեն ուկրաինացիների եւ ամերիկացիների երկկողմ շփումներ, այս դադարը ժամանակավոր է, ես նկատի ունեմ եռակողմ ձևաչափի շարունակությունը, ասել է Պեսկովը ու հավելել, որ առայժմ հստակություն չկա եռակողմ ձևաչափով հնարավոր բանակցությունների անցկացման վայրի վերաբերյալ։ Մինսկն ու Վաշինգտոնը պատրաստվում են կնքել մեծ գործարք, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով ամերիկացիները ԱՄՆ նախագահ Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք, որը կլուծի իրենց բանակցությունների օրակարգում գտնվող մի շարք հարցեր։ Լուկաշենկոն ասել է, սա կարևոր է Բելարուսի, այդ թվում ինձ համար, ահա թե ինչու ես ասացի համաձայն եմ դրա հետ, ասեք Դոնալդին, ոչ համաձայն եմ։ Լուկաշենկոն նաև հավելել է, որ նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են։ Վերադառնանք մեր խնդիրներին, բժիշկները ահազանգում են, տնօրենները պարտադրում են Արմետ ծրագրից հեռացնել իրենց խորհրդատվությունները, որ բուժառուից ստացած գումարը քիչ կազմի։ Հատկապես թիրախում են նեղ մասնագետները, բժիշկները, որոնց մասնագիտական գիտելիքը տարիներով ձևավորվել։ Նրանք դժգոհում են, թե սա ոչ միայն մասնագետի աշխատանքի արժեզրկում է, այլև կարող է վտանգել բուժօգնության որակը։ Առողջապահության ոլորտի փորձագետների խոսքով, երբ բժիշկին ստիպում են կրճատել իր ծառայությունները, հարց է առաջանում, ով է կրելու պատասխանատվությունը հիվանդի առողջության համար։ Մասնագետները ահազանգում են, նման գործելակերպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ համակարգի համար։ Խնդիրը պահանջում է անհապաղ ուշադրություն եւ հստակ լուծումներ։ Մի քանի արձագանք նմանեցին, մի քանի բացատրամասին հայտ է, տարբեր ուղղություններից, որ պոլիկլինիկական սեգմենտի, որ տնօրենը պարտադրում է որոշ տնօրենին եւ նեղ մասնագետներին իրենց խորհրդատվությունները Արմետից հեռացնել, Արմետ համակարգի դեպքերացումները չհեռացնել, որպեսզի գումարը շատ չավելանա։ Ցանկացած այցի, ցանկացած գործողության համար ապահովագրական հիմնադրամը գումար է վճարում պոլիկլինիկային, որտեղ պոլիկլինիկայի տնօրենը գումար է վճարում այդ բժիշկին իսկ կատարած աշխատանքի համար։ Քնելուց առաջ էկրանների օգտագործումը խանգարում է քնելու պրոցեսին, ճնշելով օրգանիզմում մելատոնինի արտադրությունը։ Հայաստանում անքնության եւ քնի տարբեր խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է եւ համադրելի է զարգացած երկրների ցուցանիշների հետ։ Հայաստանի բնակչության մոտ 10-15%-ն ունի քրոնիկական անքնություն։ Ժամի անդրադարձը։ Քնելուց առաջ հեռախոսով կամ այլ էկրաններով զբաղվելը դարձել է շատերի առօրյայի անբաժանելի մասը։ Սակայն մասնագետները զգուշացնում են, այս սովորությունը կարող է լուրջ վնաս հասցնել քնի որակին։ Էկրանների լույսը ճնշում է մելատոնինի արտադրությունը, այն հորմոնի, որը պատասխանատու է քնելու բնական ռիթմի համար։ Արդյունքում քունը դառնում է մակերեսային կամ ընդհանրապես խանգարվում է։ Քնի խանգարումները միայն անհարմարություն չեն, ըստ Երևանի պետական բժշկական համալսարանի տվյալների, դրանք կարող են ունենալ լուրջ հետևանքներ, ազդելով ուշադրության, հիշողության եւ նույնիսկ անվտանգության վրա։ Հայաստանում անքնության եւ քնի խանգարումների տարածվածությունը բավականին բարձր է եւ համադրելի է զարգացած երկրների ցուցանիշների հետ։ Համաձայն մասնագիտական ուսումնասիրությունների եւ քնի խանգարումների հայկական ասոցիացիայի տվյալների, պատկերը հետեւյալն է։ Հայաստանի բնակչության մոտ 10-ից 15%-ն ունի քրոնիկական անքնություն։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ բնակչության կեսից ավելին, մոտ 52.5%-ը ունի քնի հետ կապված այս կամ այն խնդիրը։ Անքնության գանգատները զգալիորեն ավելի բարձր են մարզերում 61.9%, քան Երևանում 48.8%, թեև Երևանում քնի տևողությունն ավելի կարճ է։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը հանդիպում է բնակչության մոտ 8%-ի մոտ։ Մարզերում անքնության գանգատներն ավելի շատ են, շուրջ 61.9%, մինչդեռ Երևանում մարդիկ ավելի քիչ են քնում։ Ինչն է խանգարում մեզ քնել։ Հիմնական պատճառը սթրեսն ու անհանգստությունն են, մոտ 39%։ Դրան հաջորդում են աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ էկրանների օգտագործումը քնելուց առաջ։ Ժամանակակից տեխնոլոգիաները փորձում են լուծում առաջարկել։ Շատերը հետևում են իրենց քնին սմարթֆոնների եւ խելացի սարքերի միջոցով, սակայն սոցիալական ցնցումները, աղետը, վերջին 5 տարիների ընթացքում իրար հաջորդած 3 պատերազմները, բռնի տեղահանումները մարդկանց մոտ ըստ հոգեբանի ավելացրել են սթրեսի մի շարք գործոններ, այդ թվում
կյանքում եւ աշխատանքային գերծանրաբեռնվածությունը։ Զուգահեռ ընտանիքներում աճում են ամուսնանտանեկան խնդիրները, որի արմատներում կանգնած են ոչ միայն անձնական խնդիրներ, այլև վերոտ թվարկված բոլոր գործոնները, վթարների հաճախականացման մեջ անձի գերլարվածությունն է, իսկ եթե անձը ունենա օրինակ ուշադրության դեֆիցիտ, վթարը պատրաստ է։ Մասնագետները զգուշացնում են օրթոսոմիայի մասին, երբ մարդիկ չափազանց շատ են կենտրոնանում իրենց քնի տվյալների վրա եւ սկսում են անհանգստանալ իդեալական քնի համար։ Ըստ տվյալների մարդկանց 76%-ը նույնիսկ կորցրել է քունը հենց քնի մասին անհանգստանալու պատճառով։ Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ նվազեցնել էկրանների օգտագործումը, պահպանել կայուն քնի գրաֆիկ եւ առավել կարեւոր չթերագնահատել քնի խնդիրները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Անտառ ստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարը օրակարգային է մնում Viva-ի եւ Իմ Անտառ Հայաստան բնապահպանական կազմակերպության համար եւ աստղագիտական գարունը համատեղ մեկնարկում են արդյունավետ ցուցանիշներով։ Արդեն 14 տարի գիշերը հավասարին հաջորդող օրն աշխարհի գլխավոր տոնացույցում հատուկ նշում ունի։ Անտառների միջազգային օրն է։ Viva-ն եւ Իմ Անտառ Հայաստանը աստղագիտական գարունը մեկնարկում են արդյունավետ ցուցանիշներով։ Լոռու մարզի 3 տարբեր հատվածներում, որտեղ անտառ տնկում էին իրականացրել, հաղթահարվել է սկզբնական աճի փուլը։ Մշտադիտարկման արդյունքները դրական են, կպչողականությունը ցանկալի մակարդակի վրա։ Viva-ի հետ կատարել են 22 թվականին ծառատնկման աշխատանքներ, արդեն հուսալի փուլում ենք, որովհետև դժվարությունն անցած է։ Ունենք կպչողականություն, կարծեմ 70-ից 80%, որը շատ լավ արդյունք է։ Ձևավորվող երիտասարդ անտառների առկայությունը կնպաստի օդի մաքրությանը, կլիմայի կարգավորմանը, ջրային պաշարների պահպանությանը, հողի պաշտպանությանն ու կենսաբազմազանության ապահովմանը, կնվազի սելավների, անապատացման, սողանքների, հողի էրոզիայի հավանականությունը։ Անտառ տնկելը 1 տարվա գործ չէ եւ նույնիսկ 5 տարվա գործ չէ, դա իսկապես երկար նվիրում պահանջող, ջանքեր պահանջող աշխատանք է եւ դա պահանջում է բոլորիս մասնակցությունը, բոլորիս համբերությունը, բոլորիս համառությունը եւ բոլորիս հավատը այն գեղեցիկ կանաչ լուսավոր տեսլականի նկատմամբ, որը մենք ունենք։ Իդեպ բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը։ Իմ Անտառ Հայաստան կազմակերպության հիմնական աշխատողների 75%-ը լոռեցիներն են եղել։ Որպես աշխատուժ յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրել են մինչև 200 աշխատակից։ Մարդ ունել, փայփայ մեզ, խնամը մեզ, լավ ալմ, առողջությունն էլ, ապրելակերպն էլ, նույնն է ծառնա, խնամես, ինքն էլ կծաղկի, ճյուղեր կտա, բերք կտա։ Մաքուր ենք մնում, օդը ավելի մաքուր է լինում, գեղեցիկ, կարողանում ես առօրյայից կտրվես, գնաս անտառում մի փոքր նստես, հանգստանաս։ Կանաչ մտածողություն, արդեն շուրջ 2 տասնամյակ Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Viva-ի հետևողական ջանքերը հենց այս նպատակն ունեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Գողություն Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում գողոնը հայտնաբերվել է, պարզվել է, որ տեխնիկական միջոց գործադրելով բացել են այս երաժշտական դպրոցի պատուհանը ու դասասենյակից գողացել հարվածային գործիք, էլեկտրական 4 տաքացուցիչ եւ այլ պարագաներ։ Գողությունը կատարող 57-ամյա տղամարդը հայտնաբերվել է, խոստովանել է արարքը եւ ձերբակալվել է։ Օրվա մյուս կարևոր իրադարձությունները մեկ տեսաշարով։ Ամենայն հայոց կաթողիկոսը վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարարից ստացել է պաշտոնական ծանուցում Իլյա Բ. կաթողիկոս պատրիարքի հուղարկավորության եւ հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ, փոխանցում են Մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Վեհափառ հայրապետը մտադիր է այցելել Վրաստան։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ, նշված է պարզաբանման մեջ։ Իսկ հնչական կոմիտեից հայտնում են, որ Գարեգին Բ. Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացվել է եւ օրենքով սահմանված ժամկետում այն կքննվի։ Արցախից բռնի տեղահանված 34576 անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Ներքին գործերի նախարարի տեղեկացմամբ տեղահանված անչափահասների թիվը 28000 է։ Նրանցից 12000-ը արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
2025-2026 ուսուցիչ տարվա ավարտին Հայաստանի բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները գրականություն եւ Հայաստանի պատմություն առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով, երկու առարկաների բովանդակությունը ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով, որը բխում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված կարողունակությունների ձևավորման պահանջից։ Մարտի 27-ին ըստ ԿԳՄՍ-ի ուսուցիչների եւ սովորողների համար նախատեսվում է կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար հարցուպատասխան։ Նուբարաշեն կալանավայրում ծառայողները շաուրմաների միջից հայտնաբերել են 3 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող ընդհանուր 6 գրամ քաշող դեղնականաչավուն զանգվածներ։ Հանձնուկը բերած քաղաքացին ձերբակալվել է։ ԱՄՆ-ում բացահայտվել եւ կալանավորվել է հայերից կազմված հանցավոր խմբավորում, որը զբաղվել է խարդախություններով եւ հափշտակություններով։ Այս մասին երևանյան լրատվամիջոցներին հայտնել են ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի փաստաբանական գրասենյակից։ Մարտի 19-ին նրանք կալանավորվել են 15 դրվագից բաղկացած դաշնային մեղադրական եզրակացությամբ։ Հանցավոր խումբը գողացել է մահացած տարեցների անձնական տվյալները, օգտագործել այդ տեղեկությունները տների սեփականության վկայականները յուրացնելու համար, այնուհետև վարկեր են ձևակերպել։ 11 մեղադրյալները 32-ից 66 տարեկան են։ Այս գործով ընդհանուր ենթադրյալ վնասը կազմում է մոտ 17 միլիոն 400 հազար դոլար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, Հարաճիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա մոտ 10 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 9-ից 12 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 19, Լոռիում 13-ից 18, Տավուշում 16-ից 20 աստիճան, Հարրատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 21, Սյունիքի նախալեռներում 14-ից 18 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն տեղումներով, այս գիշեր սպասվում է 5-ից 7, ցերեկը 14-ից 16, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամ հաղորդում, այսօրվա հյուրն է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։